Այդ քարտեզի վրա արդեն կա 4 բևեր։ Առաջինը Կրեմլի ստվերային կառավարման տակ գործող ՔՊ-ն, որի վրա նոր փորձարկում են անում, որ հակառուս խաղա, որ տենան հայ ժողովուրդը կուտը թե ոնց։ Ու ոնց տենում ենք մի ամբողջ ժողովրդից ահագին զգալի զանգված լավ էլ այդ կուտը կերել է։ Երկրորդը Կրեմլի բացարձակ վերահսկողության տակ գործող ընդդիմություն կոչվածները։ Երրորդը ՔՊ-ին ու ընդդիմությանը մյուս բոլոր ուժերի հետ միավորող ընտրություններ հասկացողությունը, որտեղ բոլորը փորձում են տարբերվել, բայց իրենց են պահում, իբր ոչ մեկ չի հասկանում, էլի, որ նույն սցենարի դերակատարներն են, գիտակցված թե անգիտակցաբար, քանի որ փաստ է, բոլորով մասնակցում են նույն սիստեմատիկ գործողությանը, որն էլ ընտրություններն են։ Ու չորրորդը միակ հայկական ազգային ինքնուրույն կենտրոնը, լույսի բանակը վերածննդի շարժումը։ Հիմա այն ինչ կլսեք ինձանից, դա ոչ թե մենակ քաղաքական վերլուծություն է, այլ նաև պետականության խորագույն ախտորոշում։